Անուն հոր եւ որդվո եւ հոգուն սրբո ամեն ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք քան դրված այն հիմքը որ Հիսուս Քրիստոսն է Սիրելի հավատավոր ժողովուրդ Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկ է Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոք այս օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից եւ Սփյուռքի համայնքներից հայրական սիրով ողջունում ենք ձեզ եւ բերում հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին եւ առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը եւ նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին մեր բազմադարյա պատմության ընթացքին Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ եւ ժողովուրդ սեփական եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան եւ մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք քան դրված այն հիմքը որ Հիսուս Քրիստոսինն է ասում է Պողոս առաքյալը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստուծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է որ դրոշմված է ամեն հայի հոգում Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմակիցն է մեր սիրտն ու հոգին է մեր անցյալն ու ներկան եւ մեր ապագան Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը չկա Սուրբ Էջմիածին առանց հայության եւ չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի ի վերաաչույն եւ Սրբո Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապյալ կան ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին Կաթողիկոսանից Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ հայրապետական առաջնորդություն եւ օրհնություն է բաշխվում համայն հայությանը Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ հայրապետական աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում եւ վերականգնեց իր անկախ պետականությունը եղել են ժամանակներ երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր Տիրոջ խոսքին թե ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը եւ իսեր հայրենյաց իր համախմբվածությունը այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև
միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված հայոց պետականությանը։